մեզ ամբողջ աշխարհին զորացուրկ ու այս եկեղեցի եւ որ հրամայեցիր անոր մեծ սուրբ սեղան մգանքնել։ Չորեքշաբթի 5 նոյեմբեր 2025-ին նորին սուրբոձություն դերդեր արամարաչին վեապար հայրաբեդին ցերամp կդարվեցավ Ֆրեզնոյի սուրբ երորդություն վերանորոգյալ եկեղեցվո սուրբ խորանի օծման արարողությունը։ Եկեղեցվո մուտքին նորին սրբությունը եւ իր բադվիրագությունը թիմավորվեցան արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ դեր Քեղամարկ եպիսկոպոս Խաչերյանի, եկեղեցվո հոգևոր հովիվ Աշոտ Վարդապետ Խաչատուրյանի, հոգապարծության հարագից մարմիններու եւ Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչներուն կողմէ։ Արարողությունը սկսավ եկեղեցվո տասում մեջ Սուրբ Խորանի վերաօծման գարկով։ Վեապար հայրաբեդը օծեց Սուրբ Խորանի կակատն ու ջագադը, իսկ ներկա սրբազան հայրերը աջ եւ ցախ կողմերը։ Օծման արարողության ավարտին առաջնորդ սրբազան հայրը խոսք առնելով արդայդեց իր եւ Ֆրեզնոհայության խոր ուրախությունը, որ նորին սրբության ցերամp եւ իր քահագալության 30-ամյակի ձիրի մեջ դե ունեցավ այս պատմական եկեղեցվո Սուրբ Խորանի վերաօծումը։ Քեղամ սրբազանը ընդգծեց. վեապար դեր մեր ժողովրդի զավակները լիցքավորվելով եկեղեցական հոգեբարար արարողությամբ եկած են ծեր հայրապետական օրհնությունը ստանալու եւ բատկամը ունգընտրելու։ Այնուհետև նորին սուրբոձությունը իր քարոզի մեջ բացատրեց օծման խոր հոգևոր իմաստը հիմնվելով Բողոս Արաքյալի խոսքերուն վրա։ Անսավ Բողոս Արաքյալ գսե. մորցեք ձեր հինգյանքն ու նախկին գործերը եւ նոր մարդ եղեք։ Այս պատկամը գփնորոշե քրիստոնեական կյանքի էությունը։ Մարդը ստեղծված է Աստուծո պատկերին համաձայն եւ օժտված բանականությամբ ու ազատ կամքով, սակայն մեղքով հեռացավ Աստծուծմե։ Քրիստոս աշխարհ եկավ կանտելու հին մարդը, հին մտածողությամբ ու գործերով եւ վերաստեղծելու նոր մարդը, նոր կյանքով ու նոր գործերով։ Շարունակելով իր պատկամը անգլերեն լեզվով վեապար հայրաբեդը մատնանշեց, որ Քրիստոս իր մարդեղությամբ, արաքելությամբ, խաչելությամբ եւ հարությամբ ներկայացուց մարդուն կյանքի արմադական փոփոխությունը հինեն դեպի նոր։ Այս իրողությունը ըսավան նոր գդագարանի գետրոնն է։ Նորին սրբությունը ավելցուց Քրիստոսով մարդը գվերստեղծվի եւ գտնե փրկությունը, ազատագրվելով մեղքի իշխանութենեն։ Որպես քրիստոնյաներ պետք է գիտնանք, թե Աստուծո որդին մարդեղացավ մեր փրկության համար։ Փրկությունը ընթացք մնե, որուն գետրոնը գտնվի խաչելությունը։ Քրիստոնյա լալ կնշանակե հետևիլ Քրիստոսին Աստվածաշունչի արժեքները վերածելով կյանքի։ Ապա դեի ունեցավ աչահամբույր, ուր Ֆրեզնոյի քաղուտի ավադացյալները հերթով մոտեցան վեապար հայրաբեդին ստանալու իր օրհնությունը։ Այս հոգեշարժ եւ խորհրդապանական արարողությունը նշանավորեց ոչ միայն Սուրբ Երորդություն եկեղեցվո վերանորոգման ավարտը, այլ նաեւ վեապար հայրաբեդ Արամարաչինի քաղաքալության 30-ամյակի հիշադակությունը դառնալով նորոգման եւ հավատքի վերաբրումի խորհրդանիշ Ֆրեզնոյի հայկական համայնքին համար։